Արդյոք քրիստոնեությունը կրոն է։ Իհարկե ոչ։ Քրիստոնեությունը երբեք չի եղել եւ չի կարող լինել կրոն։ Եվ այն օրը, երբ քրիստոնեությունը դիտավորյալ դարձրեցին կրոն, այն արժեզրկեցին։ Քրիստոնեությունը Քրիստոսի հետ կենդանի հարաբերություն է, փոխված սիրտ եւ նոր կյանք է նրա ներկայությամբ։ Քրիստոնեությունը երկինք տանող միակ ճանապարհն է։ Երբ մենք քրիստոնեությունը կոչում ենք կրոն, մենք իրականում այն արժեզրկում ենք, վարգաբեկում ենք եւ իջեցնում այն այնտեղ, որտեղ այն երբեք չի պատկանել։ Երբ քրիստոնեությունը դիտարկում ենք որպես կրոն, այն դնում ենք նույն շարքում, ինչ հինդուիզմը, բուդդիզմը, հուդաիզմը, մենք ենթադրաբար նույն սանդղակին ենք դնում Մուհամեդին, Բուդդային, Կրիշնային, Շիվային եւ Հիսուսին։ Ինչպես կարող ենք Քրիստոսին, կենդանի Աստծուն դնել նույն շարքում, մարդու ստեղծած, հորինած կերպարների, մեղավոր առաջնորդների, կուռքերի եւ համակարգերի հետ։ Եթե քրիստոնեությունը դնում ենք կրոնների կողքին, ապա անուղղակի ասում ենք, որ այն պարզապես մի տարբերակ է այլ կրոնների շարքում։ Ինչպես կարող ենք հավասարեցնել հինդուիզմը կամ բուդդիզմը, իսլամը կամ որևէ այլ կրոն այն մեկի հետ, ով թողնելով երկինքը մարդացավ, եկավ աշխարհ, ապրեց կատարյալ սուրբ կյանք, խաչվեց, մահացավ մեր մեղքերի համար եւ երրորդ օրը հարություն առավ մեռելներից, ով կենդանի է, հավիտյան եւ ով ասաց. Ես եմ ճշմարտությունը, ճանապարհն ու կյանքը։ Քրիստոնյաներ կամ քրիստոնյանոս անվանումը առաջին անգամ օգտագործվեց Անտիոք քաղաքում մեր թվարկության 40-ից 44 թվականներին։ Գործք առաքելոց 11:26-ում ասվում է. Եվ աշակերտներին առաջին անգամ Անտիոքում կոչեցին քրիստոնյաներ։ Քրիստոնյանոս կամ քրիստոնյա նշանակում էր Քրիստոսի կողմնակից, Քրիստոսի մարդ, Քրիստոսին պատկանող։ Բաղագիր առաջնորդական աղբյուրները փաստում են, որ անունը սկզբում օտարներն էին տալիս, հաճախ նույնիսկ ծաղրելով։ Պատմաբան Տիրտուլյանոսը գրում է, որ հետանոսները այս անունը տալիս էին հավատքի համար քաջությամբ կանգնած մարդկանց, ովքեր հետևում էին Հիսուսին, նույնիսկ հալածանքների մեջ։ Այս անվանումը դարձավ սիմվոլ ոչ թե կրոնական համակարգի, այլ Քրիստոսին հետևող եւ Քրիստոսի նման ապրող մարդկանց։ Քրիստոնեությունը դարձավ կրոն միայն դարեր անց, 4-րդ դարում, երբ իշխանությունները հասկացան, որ հավատը, որպես համակարգ, կարող է կառավարել հնազանդ զանգվածին։ Երբ քրիստոնեությունը ինստիտուցիոնալացվեց, կարգավորվեց օրենքներով, ծեսերով, քաղաքական որոշումներով, սկսեցին ձևավորվել ծիսակարգեր, կանոններ, արտաքին ձևեր, որոնք էլ աստիճանաբար քրիստոնեությունը վերածեցին կրոնի։ Այսինքն, քրիստոնեությունը կրոն դարձավ ոչ թե իր էությամբ, այլ պատմական զարգացումների եւ մարդկանց վերահսկելու իշխանությունների բուռն ցանկությունների արդյունքում։ Կրոնը մարդու ստեղծած նախագիծ է։ Ամբողջ պատմության ընթացքում կրոններն օգտագործվել են մարդկանց վերահսկելու, բախեցնելու, ուղղորդելու, որոշումներ թելադրելու համար։ Բայց Քրիստոսը երբեք կրոն չի բերել։ Նա երբեք չասաց. ահա ծեսեր, ահա համակարգ, ահա կանոնագիրք, դարձեք իմ նոր կրոնի հետևորդ։ Ոչ, նա ասաց. արի իմ հետևից։ Այստեղ ավարտվում է կրոնը եւ սկսվում է իրական կյանքը։ Նրա ծառայության ողջ էությունը կյանք տալն էր, ոչ թե համակարգ կառուցելը։ Հիսուսը ամենախիստ քննադատությունը ուղղեց հենց կրոնավոր խմբերին, փարիսեցիներին եւ դպիրներին։ Նա ասաց. զուր տեղն են պաշտում ինձ, բարտապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են։ Կրոնը միշտ ծառայում է օրենքով, կանոններով, պարտավորություններով, բայց Քրիստոսը բերեց ազատություն, ներսից փոխված սիրտ, ոչ թե կանոնագիրք։ Ինչպես տեսնում ենք Աստվածաշնչում, առաքյալները նույնպես երբեք կրոն չեն քարոզել։ Պողոսը բացեբաց մեժեց կրոնական համակարգերը։ Գաղատացիս 5:1-ում ասվում է. Քրիստոսը ազատեց ձեզ։ Մի մտեք ստրկության լծի տակ։ Պողոսի ամբողջ ուսուցումը ուղղված է հենց այն մտքին, որ Քրիստոսին հետևելը կապ չունի կրոնական օրենքների հետ։ Նրանց ուղերձը պարզ էր։ Ապաշխարեցեք եւ դարձեք դեպի Քրիստոսը։ Սուրբ Հոգին կբնակվի ձեր մեջ։ Սա հարաբերության մասին է, ոչ թե կրոնի։ Կրոնը ասում է. արա եւ գուցե փրկվես։ Քրիստոսն ասում է. ավարտված է։ Փրկությունը ձրի պարգև է։ Պարզապես ընդունիր եւ կփրկվես։ Կրոնը տալիս է օրենքներ, Քրիստոսը տալիս է կյանք։ Կրոնը տալիս է պարտականություն,
Քրիստոսը տալիս է ազատություն։ Ոչ մի կրոն չի փրկում մարդուն։ Բոլոր կրոնները կանգնում են մահվան դռան առաջ եւ լռում են։ Միայն Քրիստոսն է, որ մահվան մեջ մտավ եւ դուրս եկավ հաղթած։ Ու միայն նա է, որ ասում է. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Բոլոր կրոնների մարդիկ առանց Քրիստոսի չեն կարող փրկվել։ Գործք առաքելոց 4:12-ում ասվում է. ուրիշ ոչ մեկի միջոցով փրկություն չկա, բացի Հիսուսից։ Այսինքն, մարդ կարող է լինել ամենաիմաստուն բուդդիստը, ամենախորագետ մուսուլմանը, ամենաազնիվ հինդուն, ամենախիստ ծեսեր կատարող կրոնավորը, բայց եթե նա իր սրտում չի ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, նա փրկություն չունի, որովհետև փրկությունը միայն Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Կրոններն ազդում են մարդու վարքի վրա, բայց միայն Քրիստոսն է, որ փոխում է մարդու սիրտը։ Ուրեմն այսօր հարցը չէ թե ինչ կրոնի ես պատկանում, այլ ունես Քրիստոսին քո կյանքում։ Ոչ մի կրոն չի տալիս քեզ հավիտենական կյանք։ Ոչ մի կրոն չի կարող սրբել քո մեղքերը։ Ոչ մի կրոն չի կարող փոխել քո սիրտը։ Ոչ մի կրոնի առաջնորդ հարություն չի առել։ Միայն Քրիստոսը, միայն նրա արյունը, միայն նրա խաչը, միայն նրա հարությունը։ Մեկնաբանություններում կարող եք գրել ձեր կարծիքը։ Արդյոք քրիստոնեությունը ձեզ համար կրոն է։